Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Աբրահամյան, ես հիշեցնեմ, որ նախորդին Փաշինյանը եվրոպական հարթակներից արդարացնում էր իր քաղաքական գործունեությունը այն առումով, որ փաստացի ասում է եւ ընդդիմությունը եւ եկեղեցին շարունակ ընդդեմ խաղաղության հայտարարություններ։ Նախ այդ Փաշինյանի ելույթը ինչպես է գնահատում, արդյոք Հայաստանի ղեկավարը իրավունք ունի գնալ եւ եվրոպական հարթակներից բողոքել իր ընդդիմությունից եւ եկեղեցուց։ Գիտեք, այսպես ասեմ, մենք հիմա այստեղ ենք նաեւ հանուն այդ ուժեղ խաղաղության, որ բոլորս ուզում ենք, եւ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, իր դեպքում դա նորմալ է, մենք բարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է վարչապետը հարձակվում տարբեր հարթակներում եկեղեցու վրա, ընդդիմադիր ուժերի նկատմամբ խոչարիր հայտարարություններ է անում։ Մենք արդեն նշել ենք, որ մեր պայքարը մենք շարունակում ենք եւ հունիսի 7-ին ուժեղ Հայաստանը անպայման հաղթելու է եւ մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն, իսկ ուժեղ խաղաղությունը դա մնայուն երկարաժամկետ խաղաղություն։ Այս խաղաղությունը, որը որ ներկայացվում է գործող իշխանությունների կողմից, դա քրուն եւ թույլ խաղաղություն է, ոչնչով չերաշխավորված։ Այսօրվա բոլոր պայմանավորվածությունները, որոնք որ կան մեր հարևան պետությունների հետ, խոսքը Ադրբեջանի մասին է, ոչինչով երաշխավորված չեն։ Դուք ինչպես եք երաշխավորված։ Մենք նշել ենք, որ երկրվես աշխարհագրական աշխարհական իրավիճակը։ Մենք նշել ենք, ինչքանով են աշխարհ։ մենք նշել ենք, որ այդ կապակցությամբ նշել ենք, որ մեկ երաշխավորող ունենալը բավարար չէ, պետք է մեկից ավելի երաշխավորողներ, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում եւ շատ հաճախ կարող է լինել դեպք, որ այդ մեկ երաշխավորողը չկարողանա այդ մեկ երաշխավորողի գործոնը չաշխատի։ Մեզ պետք են մեկից ավելի երաշխավորողներ, այլ ոչ թե վկաներ։ Իհարկե լավ է, որ այսօրվա խաղաղության գործընթացում ներգրաված ունենք վկայի կարգավիճակով խոսքը թրիփի մասին է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց մենք կողմնակից ենք նրանք, որ պետք է խորացվի, պետք է witness հասկացությունից մենք գանք երաշխավորող հասկացության։